Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործար Արալիքը, տաղավարում աշխատում Էլիան Նախաճատրյանը, Կրիպտոմիտ հաղորդաշարն է եթերում Web3 հիմնադրամի հետ համատեղ, այսօր խոսելու ենք կրիպտոարժույթներից եւ նրա հետ կապված որոշակի միֆերից, կհասկանանք արդյոք դրանք միֆեր են թե չէ։ Մեր հյուրն է Արման Մամյանը, նա ավագ ծրագրավորող է, իսկ մնացյալ իր մասին կպատմենք։ Արման ջան, շատ շնորհակալություն, որ մեր ժամանակ եք տրամադրել։ Շնորհակալ եմ ձեզ, Լիաննա ջան։ Պատմեք ձեր մասին։ Իհարկե, սիրով, ինչպես նշեցիք, ես ավագ ծրագրավորող եմ, արդեն 10 տարի փորձով, աշխատում եմ հիմնականում միջազգային կազմակերպությունների հետ, աշխատել եմ եւ համագործակցել եմ նույն Web3-ում շատ հայտնի MetaMask կազմակերպության հետ, այս պահի դրությամբ աշխատում եմ Էմիրատներում, հիմնականում ֆինանսական համակարգներում, այդ ոնց ասենք, որ ճիշտ լինի, կամուրջն եմ կառուցում տրադիցիոն ֆինանսի ու կրիպտոարժույթների մեջ։ Տրադիցիոն ֆինանսի եւ կրիպտոարժույթների մեջ վերջերս Հայաստանում բավականին բուռն քննարկումներ տեղի ունեցան կապված կրիպտոյի հետ, կրիպտոյի վերաբերյալ այդ օրինագծի մշակման հետ, տարբեր կարծիքներ արտահայտեցին եւ մարդիկ, ովքեր կողմ են կրիպտո շուկայի առհասարակ ուժգին վերահսկմանը, նրանք ասում են, որ կրիպտոարժույթները կարծես թե շատ հարմար զենք են դարձել բոլոր այն մարդկանց ձեռքին, ովքեր սև շուկայում զբաղված են սև, մութ եւ խավար գործերով եւ ըստ այդմ պետք է վերահսկել կրիպտոն։ Դուք ձեր ծիծաղից ես հասկանում եմ, որ այդքան էլ համաձայն չեք այդ առաջին հայացքից կուռ մտքի հետ, ինչու համաձայն չեք։ Մի քանի կետով գնանք։ Նախ առաջին հերթին, ինչպես դուք ելույթից առաջ նշեցիք, մինչև կրիպտոարժույթները նույն սև շուկան ու չար ձյաձյաները իրենց գործերը անում էին, ու այդ ամեն ինչը կատարվում էր տրադիցիոն ֆինանսի միջոցով։ Իրականում չզարմանաք, բայց մինչ օրս տրադիցիոն ֆինանսներով ավելի շատ մախինացիաներ է կատարվում համաշխարհային մակարդակով, քան կրիպտոարժույթներում։ Եթե կրիպտոարժույթները մարդկանց համար հասանելի չեն կրթական տեսակետից, դա իրենց համար ինչ որ չբացահայտված կղզի է, որտեղ իրենք ոչինչ չեն հասկանում, ապա տրադիցիոն ֆինանսները քիչ շատից մարդիկ հասկանում են ու դա ոչ մեկի համար գաղտնիք չի, որ անգամ պետական մակարդակով տրադիցիոն ֆինանսները այնպիսի մախինացիաների ու սև գործերի համար են կիրառվում, որ կրիպտոարժույթները դեռևս անգամ այդտեղ չեն էլ հասել։ Չնայած այդ ամեն ինչին, քանի որ տրադիցիոն ֆինանսը թուղթ ու գրիչի շատ դեպքերում թեմա է, ինչքան էլ կոպիտ է հնչում, այնտեղ մախինացիա կատարելն ավելի շատ է, քան նույնը անելը կրիպտո աշխարհում, որտեղ այնտեղ քո ամեն գործողություն, ամեն փոխանցում, ամեն ֆինանսական գործարք դա բլոկչեյնում պահպանվում է ու փոփոխության ենթակա չի կատարվելուց հետո։ Այս դեպքում ո՞րն է ըստ ձեզ պատճառը բոլոր այն կենտրոնների, որոնք փորձում են վերահսկել կրիպտոարժույթների շարժը։ Մենք խոսում ենք Հայաստանի մասին։ Հայաստանի մասին, բայց որքան ես հասկացա, որտեղ այդ թեմայի շուրջ զրույցներ ունեցել ենք հենց անգամ այս ծրագրի շրջանակներում, որքան ես հասկացա, այնպես չի որ Հայաստանը այտենց օթից մենակով նման բան է մտածել, որոշակի ուրիշ երկրներից, եվրոպական հիմնականում երկրներից հիմնական խնդիրը Եվրոպան է։ Վերցրել է, այսինքն ո՞րն է պատճառը, որ այդ երկրները որոշել են այսպես այտենց ակտիվ վերահսկողությամբ զբաղվել։ Այստեղ մի քիչ պետք է մի հատ ուրիշ հարցել տանք միևնույն ժամանակ, ինչու Եվրոպա, ոչ թե Միացյալ Էմիրություններ կամ Միացյալ Նահանգներ։ Այդ հարցի պատասխանը դեռևս ես անձամբ չգիտեմ, այդ հարցը բավականին անգամներ հնչեցվել է, ոչ մեկ այդ հարցին պատասխան չի տվել, որովհետև մինչ Եվրոպան ուժգին կերպով փորձում է այդ ամեն ինչը հարկավորի, կարգավորի, հսկողության տակ վերցնի, նես չի Ամերիկան չի անում կամ Միացյալ Էմիրությունները չեն անում, հենց այս երկուսը նշում, որտեղ իրենք շատ ակտիվ նոր ծրագրեր են մտցնում ու ավելի շատ են փորձում պետական մակարդակով նույն բլոկչեյն տեխնոլոգիան կամ ֆինանսական աշխարհը բերեն սարքեն ինչ-որ մեկ ձուլված կետ կրիպտո աշխարհի հետ։ Եվրոպան ոչ մեկի համար գաղտնիք չի, որ միշտ սիրում է բարձր հարկեր։ Եվ դա ոչ մեկի համար գաղտնիք չի, անգամ ես վերջերս իմ ոդքասթներից մեկի ժամանակ խոսում էի Եվրոպայում շատ հայտնի բլոկչեյն մասնագետի հետ, ով ասաց, որ Եվրոպան անում է այն, ինչը որ հարմար է վերին խավին, այսինքն հարկավորելով բոլորին
այդ հարկից շահում է ինչ որ ընդհանուր Եվրոպայի բնակչության միգուցե 10%-ը կամ ավելի քիչ։ Ենթադրվում է, որ հարկերը իրանք հիմնականում գնում են սոցիալական ծրագրերին եւ Ենթադրվում է։ Ես կրկնում եմ իր խոսքերը։ Դա միշտ քննարկման առարկա է ու ոչ մեկս չեն կարող ասել հստակ ոչինչ, քանի որ ոչ մեկս չենք ապրում այնտեղ ու ոնց որ չենք աշխատում այնտեղի Եվ ի վերջո Եվրոպան շատ լայն հասկացություն է, նայած որ երկիրի նկատի ունի։ Հաշվի առնելով հիմա ինչեր է կատարվում Եվրոպայում ու ինչ կրիզիս է, անգամ մի քիչ սխալ է գնալ եւ Եվրոպայի քայլելով առաջնորդվել։ Ինչու օրինակ չգնալ Միացյալ Էմիրատների հետ այդ ծրագիրը, որոնք որ իրենք են ինտեգրում եւ ինտեգրել, բերել այստեղ։ Իսկ ինչ են անում Էմիրատները։ Ոյ, ինչեր չեն անում։ Ուրեմն, եթե խոսքը գնում է բանկային համակարգի մասին, երկու բանկ պաշտոնապես արդեն բլոկչեյն ինտեգրացիաներ կատարել է, այսինքն դուք կարող եք ձեր բանկային հավելվածի միջոցով կատարել տարբեր տեսակի ինվեստիցիաներ բլոկչեյնում, կատարել անգամ գործողություններ, փոխանցումներ, ստանալ դրսից արտերկրից եւ այլն, որտեղ իրենք էլ են հասկանում, որ SWIFT համակարգը եւ իր հետ եկող բոլոր խնդիրները դա լուրջ խնդիր է ու կրիպտոարժույթները ու բլոկչեյնը դա այն լուծումներից մեկն է, որ կարողանում է ապահովի։ Ու դա կետերից մեկն է, որ ընդունված է։ Եվս մեկ հավելված պետական մակարդակով հիմա սարքում են բանկերից մեկի համար, փորձելով ել ավելի հեշտացնել մարդկանց շփումը կրիպտո աշխարհի հետ։ Իրենք շատ են կատարում տարբեր տեսակի միջոցառումներ, կրթական ծրագրեր, թե համալսարաններում, թե դպրոցներում, թե ուղղակի ամեն ուրբաթ երեկո կամ երեքշաբթի երեկո հավաքելով մարդկանց ինչ որ տեղեր։ Ինչ վերաբերվում է հարկային համակարգին, այո, կրիպտոարժույթները հարկվելու են, բայց նրանք չհարկվելու 20% կամ ինչ որ գերտիեզերական թվեր, եթե դա լինի, դա լինելու է նույն ոճով, որով որ իրենց ընդհանուր համակարգն է աշխատում։ Այս պահի դրությամբ մաքսիմալ հարկը, որպես կազմակերպություն, որ վճարում են, դա 9%-ն է։ Իսկ աշխատակիցը ընդհանրապես հարկ չի վճարում, դա արդեն ուրիշ թեմա է։ Էլ ինչ ծրագրեր էին արել։ Այնքան բան են անում, արդեն ես էլ եմ հաշվի սկսել։ Ո՞րն է նպատակը, այսինքն ինչ որ տրամաբանություն Եվրոպական երկրների նպատակը ամբողջը վերահսկել, այնպես անել, որ հարկերը շատ լինի եւ այլն, ես կարող եմ տեղավորել, ես հասկանում եմ, այս դեպքում Էմիրատների նպատակը որն է, դառնալ որոշակի ազատ շուկայի կղզյակ կամ երկիր, որտեղ մենք գիտենք, որ կարելի է շունչ քաշել, դա է նպատակը քաղաքականս ձեզ։ Քաղաքական նպատակը մենակ դրա մեջ չի, մենակ դրանով չափելը անգամ շատ սխալ է, որովհետև այդ դեպքում մենք սահմանափակում ենք մեզ ֆինանսական ինչ-որ կետով։ Խնդիրը այստեղ ավելի մեծ կարող է լինել ու կարող է լինել մարդկային ռեսուրսը, որովհետև երբ որ դուք ունեք մեծ քանակությամբ հարկեր ու բոլոր մասնագետները փախնում են երկրից, այդ մասնագետները ուր են գնալու են այն երկրներ, որտեղ որ իրենց տալիս են շնչելու հնարավորություն, աշխատանքի հնարավորություն, գումար վաստակելու հնարավորություն։ Դա ստրատեգիաներից մեկը կարող է շատ հանգիստ լինել այն, որ իրենք հավաքում են որքան հնարավոր է շատ մասնագետներ, որովհետև այսօրվա դրությամբ տեխնոլոգիան իհարկե շատ լավ է, բայց առանց մարդկային ռեսուրսների այդ տեխնոլոգիան առաջ տանելը անհնարին է։ Չնայած արհեստական բանականությանը դա մեկը անհնարին է, որտեղ արհեստական բանականությունը աշխատում է արդեն իսկ գոյություն ունեցող արխիվների ու տվյալների հաշվին։ Մյուս, այսպես ասենք, չասեմ միֆը, որովհետև նման պատկերացման տակ իրոք կան խնդիրներ, բազմաթիվ երևույթներ, դա այն է, որ կրիպտոարժույթները մարդկանց մոտ ասոցացվում են որոշակի ֆինանսական բուրգերի հետ, որոշակի ֆինանսական մախինացիայի հետ, եւ երբ որ մարդիկ դա պնդում են, շատ դժվար է իրականում առարկել, որովհետև իրոք մենք տեսնում ենք, որ շատ հաճախ դա կա, դա իրոք կա։ Հիմա ինչպես հասարակ մարդը կամ մարդով նոր է մտել, հա, կրիպտո շուկա փորձում է ինչ-որ կողմնորոշվել, փորձված չէ, ինչ պետք է իմանա, որպեսզի խուսափի ֆինանսական բուրգերից եւ որտեղ է այդ սահմանը կրիպտո շուկայի եւ կրիպտո բուրգերի, այսպես ասած։ Կրիպտո աշխարհում երկու տեսակի թոքեններ գոյություն ունեն կամ կրիպտոարժույթներ գոյություն ունեն մեմ թոքեններ, որոնք որ ուղղակի
նկարեցի այս բաժակը, անունը դրեցի բաժակ, սարքեցի token, դա անելը տևում է 5 րոպե մաքսիմում։ Ու եթե ես ունեմ բավարար քանակությամբ սոցցանցերում հետևորդներ, որ կարողանամ այդ hype-ը ապահովեմ, որ այս բաժակի token-ը սկսի արագ վաճառվելը, ինքը կարող շատ արագ բարձրանա։ Ու հետո ինչ որ պահի հիշենք Թրամփի, Մելանիային ավելի լավ է հիշենք, Մելանիային է իրոք ֆինանսական բուրգեր ու դա արդեն հաստատված փաստ է։ Ու կան օրինակ նույն Bitcoin-ը, Ethereum-ը ու մի շարք այլ կրիպտոարժույթներ, որոնք որ իրենց հետևում ունեն մի ողջ էկոսիստեմա, այնտեղ մենակ token-ի արքու վաճառք չի, այնտեղ կա տեխնոլոգիա, այնտեղ կան մեծ քանակի ինվեստորներ, մեծ քանակի կազմակերպություններ, ովքեր որ հովանավորում են կամ թե տեխնոլոգիան են օգտագործում, ունեն հազար տեսակի այնտեղ միջազգային պայմանագրեր եւ այլն։ Այդ սահմանը շոշափելը շատ հեշտ է նոր սկսողի համար, երբեք մի գնացեք առեք էժան token-ներ։ Mem token-ները ձեր համար պետքա գոյություն չունենան։ Եթե դուք ուզում եք կատարեք ինվեստիցիա, դուք ուզում եք ճանաչեք ինչա blockchain-ը, ինչա կրիպտոարժույթները, ոնց այնտեղ ինվեստիցիաներ կատարել եւ այլն, դուք պետքա աշխատեք, օրինակ, չգիտեմ, մաքսիմում top 10 token-ների հետ, որոնք որ այս բայդրությամբ կան։ Դա Bitcoin-ը, Ethereum-ը, Solana-ն, Aptos-ը կարա լինի, Chainlink-ը, որը որ մեծ կազմակերպություն է ու իր հետևը մեծ քանակությամբ ռեսուրսներ ունի, ու եւս 5-ը օրինակի համար։ Որքան հասկանում, եթե ինչ-որ մի բան ասոցացվում է ինչ-որ հայտնի դեմքի հետ, ավելի լավ է։ Դա միանգամից արդեն mem token-ա։ Տեսեք Solana blockchain-ի վրա շատ մեծ բում եղավ այս տարի ու բոլորը ով չէր ալարում token-ներ սարքում ու շատ արագ շաբաթների ընթացքում այնտեղ հարյուրավոր միլիարդների գումար էր շրջանառվում, որից որ շահած դուրս է եկել մարդկան 0.0 չեմ հիշում քանի տոկոսը, որտեվ դա չոր կազինոյի պրինցիպով աշխատող բան է։ Հավանականությունը, որ դու այդտեղ շատ մեծ գումար կաշխատես, շատ փոքր է։ Կամ դու պետքա լինես այսպես կոչված insider, այսինքն մարդ, որ ունի ներքին տեղեկատվություն, որ հեսա այս ինչ մարդ, օրինակ Թրամփը այս token-ը այսօր հանելու է, ինչը որ եղել է, այսինքն token-ը սարքվել է 5-ից 10 րոպե հետո ինչ որ մեկը ես իմ քանի միլիոնի առել էր։ Ու տենց հետո լավ մեծ քանակությամբ վաճառել էր։ Դա արդեն կոչվում է inside ինֆորմացիա։ Կամ ուղղակի պետքա բախտդ բերի։ Հիմնականում այդ երկուսն է։ Դրա համար ավելի լավ է աշխատել են կրիպտոարժույթների հետ, ովքեր որ շատ վաղուց են շուկայում, գոյություն ունի պատմություն token-ի, տեսնում ես ինչքան է բարձրացել, ինչքան է ընկել, ովքեր են աշխատում, ինչ տեխնոլոգիա իրենց ներկայացնում, ինչ պատմություն ունի, ու այդ մի քանի կետն է։ Ու սկսում ես ծանոթանալ ընդհանրապես այդ կրիպտո աշխարհի հետ։ Կրիպտո աշխարհը ու առանց Twitter-ի էդ էլ է մի քիչ միֆ, այդ է միֆը, ոնց որ առանց նորմալ Telegram-յան ինչ-որ ալիքների նորությունները հետևելու, հասկանալու, հետևելու թե օրինակ Twitter-ում նույն Elon Musk-ը, Trump-ը կամ այլ token-ների հեղինակները ինչեր են գրում, ինչպես է իրենց տեխնոլոգիան զարգանում, ինֆորմացիայի տիրապետումը ձեր իսկ ինֆորմացիայի տիրապետումը սակավ քչացնում եք։ Այդ շատ հետաքրքիր միտք ասացիք, որ կրիպտո աշխարհը առանց Twitter-ի դա չաշխատող բան է, էլի փաստորեն։ Հա, մեծ մասամբ հա, եթե մենք խոսում ենք որ տենց ամենօրյա trading-ի, խի Twitter, որովհետև բոլորը այնտեղ են։ Այսինքն դա հիմնականում Twitter-ը spider-ությամբ Web3 աշխարհի հետ է ասոցացվում, որովհետև բոլորը այնտեղ content են ստեղծում, բոլորը գովազդներ են կատարում, բոլոր ինֆլուենսերները այնտեղ են, Instagram-ում կրիպտո գովազդ անելը չի աշխատում, որովհետև այնտեղ պետք է ավելի շատ post-եր գրել, հա, ցույց տալ, որ դու հասկանում ես ոլորտից, որպեսզի դու հավաքես հետևորդներ, որպեսզի դու աշխատես կազմակերպությունների հետ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ վերջում ուզած թե չուզած էլի վերադառնալու եմ այդ ծանր հարցին, որտեվ տեսեք, որքան ես խոսում եմ այս թեմայի շուրջ մեր բոլոր հյուրերի հետ, հիմնական խնդիրը, որ ինձ գալիս ենք եւ հանգույցի նման կանգնում ենք, այսինքն մենք սկզբից խոսում ենք նրա մասին, թե ինչքան լավ բան է կրիպտոարժույթը, ինչ հետաքրքիր է այն աշխատում, ինչ մեծ հնարավորություններ է տալիս, բայց հետո հասկանում ենք քայլերի բարդությունը։
հա, կրիպտոյով ընդհանրապես աշխատելու քայլերի բարդությունը, այսօր դրան նաև ավելացավ հերթական բարդություն, նաև պետք է հետևել նորություններին, պետք է այս ամեն ինչին հետևել, այլ չասած, որ այդ ամբողջ տեխնոլոգիային պետք է տիրապետես որոշ չափով։ Հաշվի առնելով այս ամեն ինչը, որոշակի ապագա զանգվածայնության իմաստով դուք տեսնում եք կրիպտոյի համար, թե ինքը կշարունակի մնալ որոշակի խմբի համար արժույթ եւ այդպես էլ կշարունակի։ Չէ, ինքը որոշակի խմբի համար արժույթ չի մնալու։ Տեսեք, դուք նշեցիք, որ կրիպտոարժույթները բարդ են։ Այո։ Բարդ են, իսկ ֆինանսական շուկան բարդ չի։ Հա, բայց ֆինանսական շուկան, ես չգիտեմ, ինչ որ չեմ ծաղիկ եմ տնկում, ինձ բերում են թղթով տալիս են, ես գաղափար չունեմ ոչ մի բանի։ Չէ, մենք խոսում ենք հենց ֆինանսական բանկային համակարգի, Wall Street-ի, S&P 500-ի։ Իրանց համար, իրանցը իհարկե բարդ է, իրանցը բնականաբար բարդ է, ես դրա համար ասացի զանգվածային առումով։ Այսինքն ոչ թե շուկայի բուն խաղացողների մասին է խոսքը, դա հասկանալի է, որ ամենուր է բարդ է։ Բայց զանգվածային մարդկանց գրպան, այսպես ասենք, հա, թվային գրպան, կրիպտոն այդուհանդերձ երևի թե չի մտնի։ Մտնելու է։ Բացատրեմ ինչու։ Տեսեք, մեր երկրում դա դեռ նոր, այսպես ասած, թեմա է, որ մարդիկ սկսել են գնել ակցիաներ, ինվեստիցիաներ կատարել բանկային համակարգերի օբլիգացիաների մեջ, գնել տարբեր կազմակերպությունների տոկոսային փաթեթներ եւ այլն եւ այլն։ Դրսում այդ ամենը գոյություն ուներ արդեն 15 տարի մինիմում։ Այսինքն հասարակ քաղաքացին կարող էր իր բանկային հավելվածի միջոցով մտնել, ասել, «Okay, մոտս կա $500 ավել փող, չգիտեմ, այ գնամ Dodo Pizza-ի ինչ որ տոկոսային բաժին առնեմ, թող մնա, ինչ որ տոկոս կբերի ինձ»։ Բայց դա նույնպես պահանջում է կրթական մակարդակ։ Դու իհարկե դուք կարող եք անել, դա խնդիր չի, անգամ հայկական բանկերը հավելվածները ձեզ թույլ են տալիս կատարել նմանատիպ աշխատանքներ, բայց եթե դուք չունեք հստակ գրագիտություն, դուք չգիտեք ինչի մեջ եք ինվեստիցիա կատարում։ Դա այդ տեսանկյունից կրիպտոարժույթները նույն պրինցիպով են սկսվելու, ավելի շուտ արդեն սկսել են, դրա մեջ ոչ մի գաղտնիք չկա ու նույն միջազգային կազմակերպությունների, հենց օրինակը բերեմ Էմիրատների բանկային համակարգը, դա եւս մեկ ապացույց է, որ ցանկացած հաճախորդ միանգամից կարող է մտնել ու տեսնել, որ օրինակ, չգիտեմ, կրիպտոարժույթներից ինչ կարող է գնել, ինչը կարող է վաճառել։ Եթե խոսում ենք որքան է դժվարությունը շուկա մտնելու տեսակետից հասկանալու համար, հա, այդտեղ մենք երկու կետ պետք է նայենք։ Մենք խոսում ենք կրիպտոարժույթներ գնել վաճառելու մասին, թե խոսում ենք հենց տեխնոլոգիային տիրապետելու եւ տեխնոլոգիայի հետ աշխատելու մասին։ Երկուսն էլ ունեն իրենց բարդությունները, ինչպես եւ ցանկացած այլ բան։ Ես չեմ կարող ուղղակի այսօր որոշել, որ գնում եմ ծաղիկ տնկեմ, տանեմ ծաղիկի բույսը առնեմ, բայց չիմանամ ոնց եմ իր հետ աշխատելու։ Պետք է միևնույնն է կրթություն ստանամ, որևիցե ձևի կրթություն պարտադիր է։ Ու ժամանակի ընթացքում, ինչ որ մենք հիմա տեսնում ենք, հա, գոյություն ունի նույն բիթքոինը, որը որ շատ մարդկանց համար անհասկանալի է, թե ոնց է աշխատում կամ ոնց աշխատել այդ տեխնոլոգիայի հետ։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք օրինակ այլ բլոկչեյն տեխնոլոգիաներ, ովքեր որ մաքսիմալ հեշտացնում են աշխատանքը թե բիթքոինի հետ կամ այլ կրիպտոարժույթների հետ։ Այսինքն ժամանակ է պետք, որ տեխնոլոգիան ու իր երեխաները, կոպիտ ասած, ստեղծեն այնպիսի միջավայր, որ անգամ 70-80 տարեկան մարդը կարողանա շատ հեշտ ընկալել, թե ինչա կատարվում այդտեղ։ Ինչը նորմալ է։ Նույն պրինցիպով աշխատել է ֆինանսական աշխարհը, նույն պրինցիպով սկսվել են տեխնոլոգիաները, ծրագրավորումը 30-40 տարի առաջ այն չէր ինչ որ հիմա։ Հա։ Հասկացա, Արման, ես ինչքան խոսել եմ կրիպտոարժույթի, այսպես ասենք, կողմնակից մարդկանց հետ, նրանք բոլորը մոտավորապես գոնե իմ աչքով ունեցել են չոր ընդհանուր գծեր։ Ես չգիտեմ, ունեմ այդ զգացողությունը, որ կրիպտոն միայն ֆինանսների մասին չի, իր հետևում կա գաղափար, որոշակի կամ գոնե չգիտեմ, հեխուկ ինչ որ գաղափար չեմ ասում, ինչ որ բանի ձգտում, դա կլինի ազատությունը, դա կլինի ձեզ համար ինչի մասին է կրիպտոն։ Ինձ համար նախ ես իրեն կրիպտո չի անվանի, ես իրեն կանվանեմ բլոկչեյն տեխնոլոգիա,
որովհետև ես ընդհանրապես կրիպտոյի մարդ չեմ, ես շուկան հասկանում եմ, բայց ես ինչ որ գերտիեզերական տրեյդինգներով չեմ զբաղվում, ես ավելի շատ այսպես կոչված hodler-ի գաղափարակից եմ, երբ որ առնում ու պահում են կամ մոռանում են անգամ որ առել են դեռ ինչ որ հաշվի վրա դրած է այդ ամեն ինչը ինձ համար գումարած այն ամենին ինչը որ այստեղ հնչեցրել են, ինչը որ հնչեցրել է Արտյոմը, ինչը որ հնչեցրել է Մետան, մնացածը, այդ ամեն ինչին առաջին հայացքից գումարելու բան չկա։ Արդյոք մի ասածը նայում ես, ասում ես, հա, էսա։ Իսկ ինչ վերաբերում է բլոկչեյն տեխնոլոգիային, դա իրոք թույլ է տալիս թե հեշտացնել, եթե խոսենք ֆինանսական աշխարհի մասին, մարդկային տեսակետից, այսինքն առօրյա կյանքի տեսակետից բլոկչեյն տեխնոլոգիան մեծ քանակությամբ կարա հեշտացնի բավականին շատ գործողություններ, կարա թույլ տա օրինակ նույն բժշկական համակարգում ունենալ ինչ-որ անվտանգ տեղ, որտեղ կպահվեն բոլոր ֆայլերը ու որևիցե ձև դա կոռուպցիային ենթակա չի լինի։ Կոռուպցիան ենթակա լինելու Այ շատ լավ բառ ասացիք, կոռուպցիա։ Իսկ մոտ այս տպավորությունը, որ բլոկչեյն տեխնոլոգիան եւ ընդհանրապես այս Web 3 կոչվածը, դա պետությունը եւ չինովնիկությունը թոթափելու մեխանիզմ է, այսպես ասած։ Դա նույնպես կարող լինի, բայց միևնույն ժամանակ, ինչպես որ մենք սկսեցինք այս ամեն ինչը, մինչև բլոկչեյնը եղել է ֆինանսական աշխարհ, որտեղ եղել է թե կոռուպցիա, թե նորմալ մարդիկ, նույնն է կրիպտոյում է, միշտ կա տարբերակ։ Նենց չի, որ կրիպտոարժույթներով ինչ որ գերտիեզերական խաբեություններ չեն կատարվում, ինչ որ մենք վերջերս տեսանք, երբ որ եթե չեմ սխալվում, Հարավային Կորեայից էր այդ խումբը հակերների, ովքեր որ տենց բիրժաներից մեկը 1.մի քանի միլիարդ դոլարի թալանեցին։ Ու հետո բիրժան նույն գումարի չափով հայտարարեց պրիզ այն մարդկանց համար, ովքեր որ կօգնեն գտնել գողացողներին, գլխագին, այո։ Ու բլոկչեյնի այդ համայնքի նույն Twitter-ը այդ առումով շատ լավ օրինակ է։ Այդ ամեն ինչը տեսնելուց հետո հասարակ մարդը, որ կարող է ունել ընդամենը 200 հետևորդ, կարևոր չէ։ Եթե դու կարողանում ես մեզ ցույց տալ, որ դու գտել ես թե այդ գումարը ուր է գնացել, այդ գումարը, որը դու գտել ես, 10%-ը քեզ նվեր ենք տալիս։ Ուղղակի հաշվիդ միանգամից փոխանցում ենք։ Այդպիսի բան դու երբեք ֆինանսականում, ստանդարտ ֆինանսական աշխարհում չես տեսնի, երբ որ բանկը թալանեն, ու պետությունը կանգնի ասի, ով որ գտավ թալանողին 20%-ը տալիս եմ իրան։ Այդպիսի բաներ չես տեսնի, այսինքն այդ միահամուռ աշխատելը, իրար օգնելը, այդ գաղափարները, ալտրուիստական գաղափարները ավելի շատ են տարածված բլոկչեյնում, քան տրադիցիոն ֆինանսները օրինակ։ Ու տեխնոլոգիան ինքն իրենով ձեզ թույլ է տալիս կատարել բազում նոր ու հետաքրքիր լուծումներ։ Տեխնոլոգիայի մեջ ինչ որ տենց թվային հավասարություն կա, որը ռեալ կյանքում այդքան էլ չես գտնի։ Գոնե կողքից նայելիս այդպես տպավորություն է թողում։ Հենց այդ մենակ այն փաստը, որ դու կարող ես տեսնել թե անոնիմ, հա, գումարը ինչպես ծախսվեց եւ այլն, ինչ որ հավասարության հարթակի տպավորություն է թողում, երբ որ ոչ մեկից չի կարող ոչ մի բան մեծ հաշվով թաքցնել։ Թաքցնել իրականում կարող ես։ Շատ ուզես հետել հնարավոր կազմակերպել։ Իհարկե։ Հենց այդ առումով է տեխնոլոգիան լավը, որ մարդու կրեատիվության հաշվին ենք աշխատում։ Ու շուտ ուղեղ ու ծրագրավորման իմացությունը բավարար է, որ դու ինքդ նոր բլոկչեյն ստեղծես այսօրվա դրությամբ։ Շատ շնորհակալություն, առաջընթացը մեզ օգնական, տեխնոլոգիական Արման Մամյան, ավագ ծրագրավորող, շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Բոլոր մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Կրիպտոմիտ հաղորդաշարը պատրաստում ենք Web 3 հիմնադրամի հետ համատեղ, եթե ձեզ հետաքրքրում է այն ամենը, ինչի շուրջ այսօր եւ առհասարակ ամեն շաբաթ մենք զրուցում ենք, կարող եք Google-ել հետևել մեզ, Web 3-ի էջերին հետևել եւ փորձել հասկանալ, թե ուր է տանում մեզ տեխնոլոգիական այս առաջընթացը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։